Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1200-րդ օրն է։ Նոր շաբաթը սկսում ենք կարևոր ռազմական լուրերով։ Պուտինը որոշեց կազմակերպել Ուկրաինայի նոր զանգվածային հրետակոծություն Սպիտակ տան տիրոջը տպավորելու համար երևի, թե որքանով էր նոր հրետակոծությունը հաջող, խոսենք մի քանի րոպեից։ Պուտինին կարծես արդեն չի բավարարում Սումիի մարզում այսպես կոչված սանիտարական գոտու ստեղծելու process-ը, քանի որ մի քանի կիլոմետրի վրա ռուսական զորքերը Ծյոտկինոյում Կուրսկի մարզում օպերատիվ շրջապատման մեջ են եւ պատկերը կարծես փչանում է, ու Պուտինի սպասավորները շտապել են հորինել նոր արհեստական հաղթանակ, ըստ ռուսական քարոզչամեքենայի, իբրև թե ռուսական ուժերը ներխուժել են Դնեպրոպետրովսկի մարզ։ Զավթիչները հայտարարել են, թե իբր հասել են այսպես կոչված ԴՆՌ-ի արևմտյան սահմաններին եւ շարունակում են ճակերտների մեջ հաղթական առաջխաղացումը Դնեպրոպետրովսկի մարզում, սակայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ արձանագրել է, սա բացարձակ կեղծիք է, մարտերը շարունակվում են մոլեգնել Դոնեցկի մարզում, իսկ թշնամու ոտքը Դնեպրոպետրովսկի հողին չի դիպել։ Հարավային ուղղության պաշտպանության ուժերը շեշտում են, հակառակորդը դեռ չի հրաժարվել մտնելու փորձեր կատարել դեպի Դնեպրոպետրովսկի մարզ, սակայն ուկրաինացի պաշտպանները քաջությամբ եւ բարձր մարտական պատրաստվածությամբ սրընթացորեն կասեցնում են թշնամու ծրագրերը։ Օսինթ հետազոտական խումբը Deep State-ը նշում է, որ մարտերը նույնիսկ չեն հասել Դնեպրոպետրովսկի մարզի վարչական սահմանին։ Երեք անդրադարձա ամերիկյան զենքի դուրս մղման գործընթացից համաշխարհային շուկայից։ Այսօր ուզում եմ ավելացնել, որ եթե գերմանական IRIS-T համակարգը աստիճանաբար փոխարինում է ամերիկյան Patriot-ին, ապա ֆրանսիական Foudre հրթիռային կայանը կարող է դառնալ HIMARS-ի լիարժեք այլընտրանքը։ Արևմտյան երկրները սկսել են լուրջ ուշադրություն դարձնել ռազմարդյունաբերական ինքնաբավությանը, ավտոնոմիային, այսպես ասած, ինչը ըստ փորձագետների արդյունք է Թրամփի վարած անկանխատեսելի քաղաքականության։ Ռազմական մամուլը նշում է, որ Foudre համազարգային կրակի ռեակտիվ համակարգը ամբողջությամբ մշակվել եւ արտադրվել է Ֆրանսիայում առանց որևէ օտարերկրյա բաղադրիչի։ Այն նախատեսվում է փոխարինել ներկայումս օգտագործվող հին LRU հրթիռային կայաններին, իսկ անցումը ծրագրվում է ավարտել մինչև 2027 թվականը։ Foudre-ի մշակումը կատարվել է խստագույն գաղտնիության պայմաններում 2 տարի շարունակ, սակայն վերջերս այն արդեն ներկայացվել է ֆրանսիական բանակին եւ պետական պաշտոնյաներին։ Առաջին փորձնական կրակոցները ըստ մի շարք աղբյուրների կարող են հնչել 26 թվականին։ Միևնույն ժամանակ աշխարհում չեն մարում վերլուծական քննարկումները կապված Ռուսաստանի Սարդոստայն օպերացիային պատասխանելու ձախողված փորձերի հետ։ Ռազմական վերլուծաբանները խոստովանում են, որ սպասում էին, որ Կրեմլը կընտրի Իրանի ճանապարհը։ Հիշեցնեմ, Իսրայելի հարվածին ի պատասխան Իրանը հայտարարեց, որ դեռ կպատասխանի եւ լռեց։ Անցել է արդեն 8 ամիս, սակայն խոստացված պատասխանը այդպես էլ չի հնչել, չնայած վստահ եմ, որ Իրանի ժողովրդին այլ բան են պատմել իրանական լրատվամիջոցները։ Այս մոտեցումը որքան էլ նվաստացուցիչ է, ունի որոշակի տրամաբանություն, վրեժը մատուցվում է սառը, իսկ Ռուսաստանը կամ չկարողացավ պատասխանել, կամ հերթական անգամ խաբեց սեփական ղեկավարությանը։ Հայտնի է Պուտինի այն հրամանը խփել Ուկրաինային ինչպես կարող է Ռուսաստանը, սակայն իրականությունն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը չունի բավարար զինամթերք, որպեսզի լայնածավալ հարված իրականացնի։ Յուրաքանչյուր հարվածից առաջ նա կուտակում է ամեն ինչ, ինչ դեռ արտադրում է։ Պուտինին ասվել էր, որ կկիրառվի 1000 միջոց, իրականում 600, փաստացի արձակվել է մոտ 400-ը։ Դրանցից միայն մի քանի տասնյակն էին հրթիռներ, մնացածը շահեդ դրոններ էին։ Ռազմական փորձագետները չեն հասկանում, թե ինչու են որոշ արևմտյան լրատվամիջոցներ շարունակում գրել, որ սա միայն սկիզբն է։ Դե մենք մեր լսարանի հետ հասկանում ենք, երեք ենք վերլուծել այդ թեման, սա Թրամփի քաղաքականությունն է եւ Թրամփի քաղաքականությունը սպասարկող լրատվամիջոցներն են նման տեղեկություններ տարածվում, որովհետեւ լոգիկա չկա։ Եթե 3 օր առաջվա ռուսական հարվածը սկիզբն էր, ապա ինչի սկիզբն էր։ Ռուսական ռեժիմը ներկա պահին ռեժիմային ռմբակոծություններ է իրականացնում Ուկրաինայի դեմ արդեն երկար տարիներ, օգտագործելով հարյուրավոր շահեդներ եւ տասնյակ հրթիռներ, երբ ինչ-որ բան ունի պահեստում։ Սա մի համակարգ է, որտեղ չկարողանալը չի համարվում արդարացում։ Նույնիսկ եթե զինվորականները հասկանում են, որ ռեսուրսներ չկան, չեն կարող ասել ոչ վերևներին, ուստի պաշտոնապես զեկուցում են, թե իբր ամեն ինչ արվել է, իսկ իրական թվերը ուղղակի նկարվում են։ Ռազմական վերլուծաբանները փաստում են Թրամփի վարչակազմի եւ նրան սպասարկող մեդիայի ոչ կոմպետենտությունն ու վտանգավոր ռազմավարությունը, որը փորձում է
է վերակենդանացնել ոչնչացված Պուտինի եւ Ռուսաստանի միջազգային հեղինակությունը։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Ամերիկան մերձավոր արևելք է տեղափոխել 20,000 հրթիռ, որոնք ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար ռուսական շահեդ դրոնների դեմ պայքարի նպատակով։ Մեջբերեմ 20,000 հրթիռ շահեդների դեմ։ Մենք այդ հրթիռների վրա հույս էինք դրել։ Նախորդ առավոտ իմ պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգները դրանք ուղարկել են մերձավոր արևելք, ասել է Զելենսկին ամերիկյան լրատվամիջոցի եթերում։ Հիշեցնեմ, որ այդ հրթիռների մասին որոշումը կայացվել էր նախորդ Բայդենի ադմինիստրացիայի կողմից, իսկ Թրամփը երևի թե Պուտինի մեծ սիրուց որոշել է հրթիռները տալ ոչ թե Ուկրաինային, այլ ուղարկել մերձավոր արևելք։ Մենք իհարկե կգտնենք ինչով փոխարինենք, բայց եւս մեկ անգամ բացում է Թրամփի դեմքը եւ այն մարդիկ, ովքեր փորձում են մեկնաբանություններում համոզել, թե Մարատ ջան, գիտես Թրամփը լուրջ խաղ է խաղում, այդ հեքիաթները թողեք ձեր շրջապատի համար։ Մեր ալիքը լուրջ վերլուծական ալիք է եւ ունի լուրջ լսարան։ Մենք մեզ չեն կարող թույլ տալ դատարկ եզրակացություններ անել։ Իմ կողմից ավելացնեմ, որ բարեբախտաբար մյուս դաշնակիցները ավելի ողջամիտ են։ Օրինակ Կանադան Ուկրաինային տրամադրել է նոր ռազմական օգնություն, որը ներառում է զրահափոխադրիչներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։ Դրանք շատ կարեւոր են շահեդների դեմ պայքարում։ Ի դեպ օրերս իմ եթերում նշեցի, որ ռազմաճակատում իրավիճակի ակնհայտ փոփոխություն է նկատվում։ Դա տեսանելի է հատկապես ռուսական Իսկանդեր կայանների եւ նորագույն Սու-35 կործանիչների ոչնչացման մասին լուրերից հետո։ Փոփոխությունները սկսվեցին այն պահից, երբ Ուկրաինան ստացավ նոր F-16-եր եւ Mirage կործանիչներ, ինչպես նաեւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման Saab 340 AEW&C ինքնաթիռ, որը տրամադրեց Շվեդիան։ Երբ Ուկրաինան Սարդոստայն գործողությունը իրագործելով ոչնչացրեց ռուսական A-50 թռչող ռադիոլոկացիոն կայանները, ռուսական կողմը ստիպված եղավ վերակազմակերպել իր գործողությունները եւ ինչպես երևում է դեռ հունի մեջ չի մտել։ Այդ ֆոնի վրա Ուկրաինայի բարելավված ռադիոտեղերոշման հնարավորությունների շնորհիվ ռուսական ռազմական տեխնիկան դարձել է ավելի խոցելի մեր հարվածային միջոցների համար, ավելի է ակտիվացել իմջալոց նաեւ ուկրաինական մարտավարական ավիացիան, իսկ երբ ուկրաինական կողմը ունենա ավելի մեծ քանակով սեփական բալիստիկ հրթիռներ, իրավիճակը մարտի դաշտում ել ավելի շատ կփոխվի, թեև պետք է նշել, որ ուկրաինական նորանոթաչուները, որոնց նոր տեսակները գրեթե ամեն ամիսի հայտ են գալիս, արդեն իսկ լուրջ բազմազանություն են ապահովում հարվածային զինանոցում։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ ֆրանսիական խոշոր ավտոմեքենա արտադրող ընկերություններից մեկը նախատեսում է արտադրել անօթաչու թռչող սարքեր Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ նախարարը չի նշել, թե որ ընկերության մասին է խոսքը։ Հունիսի 8-ին France Info ռադիոկայանը հղումանելով իր աղբյուրներին հաղորդեց, որ խոսքը գնում է ավտոարդյունաբերության հսկա Renault-ի մասին։ Ամերիկայում բնակվողներին ասեմ, որ Renault-ի արտադրանքին Ամերիկայում դուք ծանոթ եք Nissan Magnish-ի ավտոմեքենաներով։ France Info-ի հրապարակման համաձայն անօթաչուների արտադրությունը իրականացվելու է Renault-ի եւ ֆրանսիական ռազմական ուղղությամբ մասնագիտացած փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցությամբ։ Արտադրական հզորությունները կտեղակայվեն հենց ռազմաճակատի գծին մոտ մի քանի տասնյակ կամ 100 կիլոմետր հեռավորության վրա։ Renault ընկերությունում հաստատել են France Info-ին, որ Ֆրանսիայի կառավարությունը կապ է հաստատել իրենց հետ, սակայն հավելել են, որ մեջբերեմ այս փուլում վերջնական որոշում դեռ չկա։ Դե պարզ է, ժամանակից շուտ ոչ ոք չի խոսում դրա մասին, պարզապես ամառը ժուրնալիստները սիրում են խայբ անել, որպեսզի ավելի շատ աուդիտորիա ներգրավեն։ Կսպասենք, բայց ինֆորմացիան հաստատ ինտրիգային է։ Ընդամենը 3 էի ասում եթերում, որ ամերիկյան ռազմաարդյունաբերության տեղը աստիճանաբար զբաղեցնելու են եվրոպացիները։ Այո, աշխարհը կանգնած չէ տեղում։ Գիտեմ, որ սպասում եք օդային մարտերի մասին տեղեկությանը, անցնենք մեր ունեցած տեղեկատվությանը։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը նոր ռեկորդ է սահմանել հրթիռների եւ դրոնների ոչնչացման հարցում, չնայած նրան, որ Պուտինը չունի բավարար հրթիռային ռեսուրսներ, նա շարունակում է փորձել ստեղծել պատկեր իր երկրպագու Դոնալդ Թրամփի համար, որ Թրամփը հետո հայտարարություններ անի, որ վրեժի հարվածները էլի են լինելու, երևի թե պետք չի, որ Ուկրաինան հարվածի ռուսական տարածքին, դե իրենք երկուսով իրենց համար խոսալու բան են գտնում, չէ՞։ Հիշում եք այն ժամանակները, երբ Ռուսաստանը Ուկրաինայի վրա գործարկում էր 100-ից 200 հրթիռ։ Այս անգամ նույնիսկ շահեդների հետ միասին ընդամենը 20 հրթիռ է արձակել Ռուսաստանը, եւ այն էլ հիմնականում օգտագործելով բալիստիկ հրթիռներ, չնայած կային նաեւ թևավոր հրթիռներ, հավանաբար խնայել են նախորդ հարվածից, քանի որ անցած անգամ էլ հրթիռների քանակը այնքան էլ մեծ չէր, եւ ինչպես քիչ առաջ ռազմական փորձագետների տվյալներն էին ներկայացնում, իրենք իրենց թվերն ունեն Պուտինին ցույց տալու համար, հա։ Ուկրաինայի օդուժի պաշտոնական հաղորդագրության համաձայն ռուսական ուժերը գործի են դրել ընդհանուր 499 հրթիռ եւ
դրոն, սա նոր ռեկորդ է օդային թիրախների միաժամանակյա գործարկման առումով, երևի թե հենց այս թիվն էր պետք Պուտինին, որպեսզի ցույց տա Թրամփին։ Սա նոր ռեկորդ է օդային թիրախների միաժամանակյա գործարկման առումով, բայց ուշադրություն, այդ 490-ից միայն 20-ն են եղել հրթիռներ։ Սա էլ հերթական փորձն է հենց ներկայացնելու այսպես կոչված վրեժի հարվածը։ Ձեր էկրաններին տեսնում եք Ուկրաինայի օդային ուժերի ռելիզը, այդ 20 հրթիռներից ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է 19, մասնավորապես 10 Խ-101 թևավոր հրթիռ, 4 հատ Խ-47M2 կինժալ օդաբալիստիկ հրթիռ, որը որ աշխարհում միայն Ուկրաինան է կարողացել խոցել, նման պրակտիկա ոչ միտեղ չկա, բայց նույնիսկ ամերիկացիներն էին զարմացած, երբ որ իմացան իրենց Patriot-ով հնարավոր է կինժալ հրթիռներ խոցել։ 2 Խ-22 թևավոր հրթիռ է խոցվել նաև, 2 Խ-31P հակառադիոլոկացիոն հրթիռ է խոցվել նաև, 1 հատ Խ-35 թևավոր հրթիռ է խոցվել։ Չի հաջողվել խոցվել միայն 1 Խ-22 թևավոր հրթիռ։ Ինչ վերաբերվում է շահեդ դրոններին, Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ խոցվել է 479 միավոր, ձեր էկրաններին տեսնում եք, որոնցից 292-ը ուղղակի կրակի միջոցներով, 187-ը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Այլ մանրամասներ այս պահին չկան օդային հարվածի մասով, եթե լինեն նորություններ, անպայման տեղադրելու ենք մեր Telegram-յան ալիքում։ Վստահ եմ արդեն բազում հաճելի կադրեր եք տեսել այնտեղ, հատկապես որ նորությունները իրոք լավն են ուկրաինական կողմից։ Ուկրաինական ուժերի հմուտ գործողությունների շնորհիվ նախորդին Ռուսաստանի տարածքում շարունակում էին հարվածների ենթարկվել եւ այրվել ռազմական օբյեկտներ, որոնք սպասարկում են ռուսական բանակին։ Վստահ եմ մեր Telegram-յան ալիքում արդեն տեսել եք։ Գիշերը հարվածների են ենթարկվել ռուսական օդանավակայաններ երկրի արևմտյան շրջանում, որտեղ կան Պուտինի օդային նավատորմի ոչնչացված ինքնաթիռներ։ Իմ կարծիքով ամենակարևորը MiG-31 ինքնաթիռի ոչնչացումն է, որը հենց կինժալ աերոբալիստիկ հրթիռներ արձակողն է։ Բացի այդ ոչնչացվել է Su-30 կամ Su-34, ավելի կոնկրետ կիմանանք ավելի ուշ, այն որ Su-30 սերիայից է, դա հաստատ, բայց կոնկրետ 30-ն է թե 34-ը դեռ չենք պարզել։ Խոսքը Նիժեգարոդսկի մարզի Սավասլեյկա օդանավակայանի մասին է։ Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին, որտեղ արտադրվում էին շահեդների համար նախատեսված անտենաներ, մեջբերեմ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը համագործակցելով Ուկրաինայի պաշտպանության ուժերի այլ ստորաբաժանումների հետ հարվածել են Ռուսաստանի Չուվաշիայի Հանրապետության Չեբոքսարի քաղաքում գտնվող Վնիր Progress սահմանափակ պատասխանատվության ընկերության ABS Electro ձեռնարկությանը։ Նշվում է, որ սա Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտ է, որը նավիգացիոն սարքավորումների արտադրող է։ Ձեռնարկությունը ապահովում է կոմետա ադապտիվ անտենաների արտադրությունը, որոնք օգտագործվում են մասնավորապես շահեդ տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերում, կառավարվող ավիառումբերի միասնական պլանավորման եւ ուղղման մոդուլներում եւ այլ բարձր ճշգրտության զենքերում։ Հաստատվել է օբյեկտի առնվազն 2 դրոնով հարվածը եւ դրան հաջորդած լայնածավալ կրակը։ Հարվածի արդյունքները պարզվում են։ Ուկրաինական դրոնները գործել են նաեւ Մոսկվայի, Սամարայի, Վորոնեժի, Տամբովի, Լիպեցկի եւ Նիժնի Նովգրադի մարզերում, Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետությունում, Չեբոքսարիում, ինչպես ասացի, որը Ռուսաստանի Չուվաշիայի Հանրապետության մայրաքաղաքն է, Վորոնեժի մարզի Բուտուրլինովկա այրոդրոմն էլ է կոծման ենթարկվել, մանրամասները դեռ հայտնի չեն։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Կիրակի օրը դարձավ հերթական անհաջող օր Պուտինի ռեժիմի համար։ Դրոնները, ինչպես արդեն ասացի, շարունակում են ռմբակոծել ռազմական օբյեկտները Ռուսաստանի տարածքում, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 159 մարտական բախում, ինչպես տեսնում եք, կիրակի օրով թիվը ընկել է եւ մարտերը, եթե շաբաթ օրը դեռ 12 ուղղությամբ էին գնում, կիրակի ընդամենը 7 ուղղությամբ են շարունակվել։ Ուկրաինական զորքերը հարվածել են թշնամու անձնակազմի, զենքի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 23 տարածքների։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց գործողությունները Կուրսկի ուղղությամբ։ Վերջին 1 օրվա ընթացքում այս ուղղությամբ տեղի ունեցել 27 զինված բախում։ Չոտկինոյի շրջանում ռուսական զորքերը ծայրաստիճան վատ վիճակում են։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի դեմ մարտերում կորցրել են 970 զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերը նաև ոչնչացրել են թշնամու 348 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն։ 22 թվականի փետրվարի 24-ից մինչ այսօր թշնամու ընդհանուր մարտական կորուստները կազմում են մոտավորապես 997.120 զավթիչ։ Շատ չերկարացնեմ, երկուշաբթի օրվա այս մեր եթերը շատ շնորհակալ եմ ձեր օգնության, լայքերի, եթերների տարածման եւ ալիքին բաժանորդագրվելու համար։ Հատկապես խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել նոր ալիքին։ Հիշեցնեմ, երկու ալիքներն էլ աշխատում են զուգահեռ, իսկ մեր Telegram-յան ալիքում լուրերը օրը 24 ժամ են ներկայացվում։ Մաղթում եմ ձեզ հաճելի երեկո։
երեկո կհանդիպենք։